Ողջույն։ Առաջին անգամ Հայաստանում ադրբեջանցիներով բնակեցնելու մասին խոսել եմ 2022 թվականին, 3 տարի առաջ։ Սրանց բանակցություններից, Ադրբեջանի հետ քննարկումներից, նրանց խոսույթից հասկացվում էր, որ այդ պահանջները սարերի հետևում չեն։ Այսօր Ադրբեջանում մշտական թեմա է դա ու արդեն հասնում է վտանգավոր աստիճանի։ Իր հետ Գերմանիա տարած իշխանական կուսակցական լրատվամիջոցների հետ հարցազրույցում Նիկոլն ասում է, Ադրբեջանին առաջարկել է միասին ճանապարհային քարտեզ մշակել ու զուգահեռաբար փակել Լեռնային Ղարաբաղի հայերի վերադարձի եւ այսպես կոչված Արևմտյան Ադրբեջանի թեմաները։ Ասում է Ղարաբաղի ժողովրդի վերադարձը իրատեսական չէ եւ նշանակում է մենք նորից սկսում ենք ըստ իրեն Ղարաբաղի շարժումը։ Սա լեգիտիմացնում է ադրբեջանական վտանգավոր թեզը եւ հավասարության մեջ դնում անհամատեղելի։ Հայաստանի Հանրապետության երկրորդ նախագահը այս թեմայի վերաբերյալ վերջերս ասում էր. երբ Ադրբեջանը խոսում է Հայաստան այսպես կոչված փախստականների վերադարձի մասին, դա համադրելի է Բաքու, Սումգայիթ, Կիրովաբադ հայերի վերադարձի թեմային։ Արցախ ու Ադրբեջան վերադարձի հարցերը այլ են։ Եթե Նիկոլն ուզում է փակել այսպես կոչված Արևմտյան Ադրբեջանի թեման, ուրեմն պետք է ասի եկեք մենք չխոսենք հայերի Կիրովաբադ, Բաքու, Սումգայիթ վերադարձից, դուք էլ ադրբեջանցիների Հայաստան գալուց։ Ինչ վերաբերում է արցախցիների վերադարձին, դա իրենց միջազգային իրավունքն է, մեր հողն է, որտեղ ապրել ենք եւ ունենք մեր հողի վրա ինքնորոշվելու իրավունք։ Լավ, իսկ ինչու է բացվել այս թեման։ Ով է բացել ադրբեջանցիների, այսպես ասած, վերադարձի թեման։ Դա չի եղել արդյոք Նիկոլի պարտության, նախապայմաններին համաձայնելու, բանակցել չկարողանալու, պատերազմից հետո չհեռանալու պատճառով։ Նիկոլի ելույթների տակ թաքնված նպատակներ միշտ են եղել։ Երբ նա ասում է մենք ոչինչ չունենք զիջելու, իրականում տեսանք, որ նա պատրաստ էր զիջել ամեն ինչ։ Հիմա երբ նա ասում է, թե անընդունելի ադրբեջանցիների վերադարձը, խորը կասկածներ ունեն, որ հակառակը, նա քննարկում է հենց նրանց բերելու թեման։ Իմիջիայլոց, այդ կասկածները միայն ինձ մոտ չեն։ Հայաստանի 3 մարզ եմ գնացել վերջերս, որոնք սահմանամերձ գյուղերում, ուր ապրում են քիչ թվով մարդիկ, սարքում են 1000-ից ավելի աշակերտի համար նախատեսված դպրոցներ։ Երբ հարցնում եմ, ինչու են 35 աշակերտ ունեցող գյուղում 800 աշակերտի համար նախատեսված դպրոց կառուցում, միտեղ անգամ 1500, տեղի բնակիչները պատասխանում են, այս գյուղում ադրբեջանցիներ են ապրել, երևի էլի հետ են բերելու դրանց։ Այս թեմային էլ եմ անդրադարձել, ուղղակի հիմա շատերը ունեն այդ կասկածը։ Մարդիկ անգամ մտածում են, որ այդ ասֆալտն էլ, որ անում են ադրբեջանցիների հարմարավետության համար է։ Օդից խոսակցություններ չեն, որովհետև այս տարիների ընթացքում ինչ արել է այս իշխանությունը, արդյունքում տուժել է Հայաստանի քաղաքացին, հայ ժողովուրդը եւ արդյունքում կատարել է ադրբեջանցիների նպատակները։ Ադրբեջանի նախագահի մասին Նիկոլի խոսքերը գովեստ են, շնորհակալություն են, երախտագիտություն են, Հայաստանի հայ ժողովրդի եկեղեցու մասին քննադատություն, դատապարտում։ Երեք Գերմանիայում ադրբեջանցի դեսպանի ներկայությամբ քլնգում էր մեր եկեղեցուն, այսօր Մոսկվայում գովում է Ալիևին։ Այն ամեն ինչ բերել է մեր գլխին, մարդկանց հիմք է տալիս մտածելու, որ եթե հիմա ադրբեջանական շահերն են Հայաստանում, շուտով լինելու են հենց ադրբեջանցիները։ Հիմա ճանաչողական այցերով են գալիս գնում, որ հետո մշտական գան։ Մեր համոզվածությամբ Նիկոլ Փաշինյանը ոչ թե ուզում է փակել ադրբեջանցիների գալու թեման, այլ հենց արցախցիների վերադարձի թեման։ Արցախցիների վերադարձի հարցը Փաշինյանը երբեք չի կարողանա փակել, ինչքան էլ ուզի։ Ոչ միայն դրա իրավունք եւ լեգիտիմությունը չունի, չէ, նա լիքը բաներ է արել, որոնց իրավունքը չունի։ Նա այդ թափը չունի եւ ընդհանրապես ոչ մեկ այդ թափ ու լեգիտիմությունը չունի նման հարց փակելու համար։ 150,000 մարդ զրկվել է բնորանից ու դա փակվող հարց չէ։ Աշխարհի տարբեր երկրներում տեղի են ունենում քննարկումներ արցախցիների վերադարձի իրավունքի վերաբերյալ, միջազգային իրավունք է, բայց Փաշինյանը նաև չունի այն դիվանագիտական շնորհքը, թափը, որ փակի այսպես կոչված Արևմտյան Ադրբեջանի թեման։ Ալիևի ուզածը Հայաստանը գրավելն է։
Նիկոլի հետ իբր խաղաղության գնացող Ալիևը մի քանի օր առաջ էլի շատ կոշտ ելույթ ունեցավ ադրբեջանցիների Հայաստան բերելու թեմայով։ Մեղադրեց, թե հայերը ոչնչացրել են ադրբեջանցիների հետքը Հայաստանում։ Նրանք պետք է վերադառնան, հատուկ ծառայություններն էլ գան, հայերը ադրբեջանցիների դեմ հանցագործություններ են արել եւ այլն, ինչ ցնդաբանություն ասեց, որ չասեց։ Դա ասում է Նիկոլի հետ խաղաղության պայմանագիր ստորագրած Ալիևը, ու դուք ու Նիկոլը հավատում եք, այսպես ասած, խաղաղությանը։ Արցախի ներկայացուցչությունում 3 դեկտեմբերի 10-ին քննարկում էր արցախցիների վերադարձի իրավունքի թեմայով։ Այսօր քննչական կոմիտեն խուզարկություն է անում ու խլում է համակարգիչներ, ինչ-որ թերթի օրինակ։ Այդ խուզարկությունները տեղ են ունեցել գիտեք ում հրահանգով։ Նիկոլն ասում է ուշադրություն. Վերնագրեր եմ տեսնում, որ ասում են Ղարաբաղի հարցը լուծված չէ, Հայաստանում ինչ-որ քննարկում է տեղի ունենում։ Ադրբեջանը ասում է, բա ինչի Հայաստանի կառավարությունը չի արգելում նման քննարկումները, ուրեմն կառավարությունն է թույլ տալիս նման քննարկումներ։ Ու Նիկոլը ուղարկում է խուզարկելու, որովհետև ադրբեջանցիներն ասում են, բա ինչու՞ չես արգելում։ Ադրբեջանի հրահանգով խուզարկություն է անում։ Ասում են Հայաստանում իշխանական բարձր մակարդակով հրահանգվել է խուզարկվել։ Ներողություն էլի, որ ասում եք Հայաստանում իշխանական բարձր մակարդակ, այդ Նիկոլն է թե Ալիևը։ Այսօրվա կատարվածը ոնց որ Ալիևի մակարդակով է։ Եթե Արցախի ներկայացուցչության շենքը վաղը կառավարությունը խլի ու ասենք մի կաֆեում հավաքվեն 3 հոգի ու մտքեր փոխանակեն Ղարաբաղի հարցի մասին, սրճարաններ են խուզարկելու։ Ալիևին նյարդայնացնում է Արցախի թեման, այնտեղից լսում է, ուղիղ կապով զանգում ու հեռախոսը դղրդում է։ Արցախցիների վերադարձը հերթական թեման է, որ Փաշինյանը կաշվից դուրս է գալիս Ադրբեջանի սրտով լուծելու համար։ Ասել եմ ու կրկնում եմ. Նիկոլ Փաշինյանը իր ցածրագույն հեղինակությամբ չի կարողանալու լուծել այդ հարցը, ինչպես որ չի կարողացել լուծել Արցախի հարցը։ Այն, որ ինքն էլ, Ալիևն էլ գիշեր-ցերեկ դրանից են խոսում, վկայությունն է, որ հարցը լուծված չէ։ Կարճ ասած, ժողովուրդ ջան, Փաշինյանի իշխանության շարունակման պարագայում պատրաստվեք դիմավորել ադրբեջանցիներին ձեր գյուղերում ու քաղաքներում, ձեր հարևանությամբ, ձեր տանը։ Օրինակ Վարդենիսում կա մոտ 30 գյուղ, որտեղ ապրել են ադրբեջանցիներ, բերելու են ու ասեն, սա իրենցն է պատկանում, դուրս եկեք։ Ինչպես որ աղավնոյի տները սիրուն սարքեցիք, հետո ռեմոնտ արեցիք, մաքրեցիք ու հանձնեցիք, այնպես էլ անելու եք այս պարագայում։ Վստահ եմ, որ ադրբեջանցիների վերադարձի թեման բանակցվում է։ Նիկոլը լավ գիտի ու Ալիևն էլ գիտի, որ քանի մեր երկրում այսպիսի իշխանություն է, ադրբեջանցիները Հայաստանը զավթելու բացառիկ շանս ունեն։ Այդ շանսը կկորի այս խմբակի հետ։